ուրախությամբ սպասում ենք քեզ Հիսուս մեր Տեր, հավատում ենք շուտով դրած կանելու մեր, հավերժության մեջ կնստենք երեսը քո, ուղղորդենք քեզ թե մեծանենք Աստծո հոգով, Մարիանաթա, Մարիանաթա, ով ստանա մեր Աստծո գալին, արի Հիսուս, արի փրկիչ, արի մեր Տեր, ուրախությամբ հոգուսիով սպասում ենք քեզ, Մարիանաթա, Մարիանաթա, ով ստանա մեր Աստծո գալին, արի Հիսուս, արի փրկիչ, արի մեր Տեր, ուրախությամբ հոգուսիով սպասում ենք քեզ, արի Հիսուս, արի փրկիչ, արի մեր Տեր, ուրախությամբ հոգուսիով սպասում ենք քեզ։ Մասնահատուկ թվեր Աստծո խոսքում, որոնք յուրահատուկ նշանակություն ունեն։ Ասեցինք չէ առեղծվածային, mysterious։ Այսօր այդ շարքի 4 քարոզախոսությունն է, եթե հիշում եք, որ թվերի մասին խոսեցինք, 40-ը, 7-ը, 12-ը, այսօր կարող եք ենթադրել։ 3 թվի մասին պիտի խոսենք։ Այն խորհրդանիշն է աստվածային կատարելության, նաև ներդաշնակության harmony եւ կատարյալ միության perfect unity։ 3 թվով երկուսի մասին խոսակցությունները մի փոքր պիտի հետաձգենք, որովհետև դրանք ամենակարևոր իրադարձություններն են, որ տեղի են ունեցել։ Բայց հիմա խոսենք սկսելով հին ուխտի մեջ մենք գտնում ենք 3 կարևոր նահապետների՝ Աբրահամը, Իսահակը եւ Հակոբը։ Ինչու են նրանք կարևոր, կամ այդ կարևորությունը մենք ինչով ենք ապացուցում, ինչու են կարևոր։ Որովհետև Աստված ինքն է կարևորում։ Երբ Մովսեսը Աստծուն հարցնում էր. դու ինձ ասում ես գնամ ժողովրդին գերությունից հանեմ։ Այդ ժողովուրդը, որ ինձ հարցնի, ասի Աստծո անունը ինչ է, ես ինչ ասեմ։ Ելից 3:14 ասաց գնա ասա ես եմ որ են, որի հավիտենից խոսում է, որ պիտի գա, նաև որպես Քրիստոս պիտի ինքը հայտնվեր։ Դարձյալ Ելից 3:15 համարում Աստված է խոսում։ Ես եմ ձեր հայրերի Աստվածը, Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածը։ Ուրեմն կարևորությունը ով է տալիս, մենք չենք տալիս։ Աստված է տալիս։ Նույն խոսքը Տեր Հիսուս մեջ բերեց Մատթեոս 22:32 համարում, երբ որ խոսում էր հարության մասին, նաև Պետրոս առաքյալը տաճարում ժողովրդի առջև նրանց հիշեցրեց, թե ինչպես վարվեցիք մարգարեների հետ, նաև հետևյալ ասաց. մեր հայրերի Աստվածը Աբրահամի, Իսահակի ու Հակոբի Աստվածը։ Ուրեմն կարևորությունը տալիս է Տերը, մենք էլ վերցնում ենք ինչպես որ է։ Աստծո իր բոլոր առաքինություններից առավել virtues, մեծագույնը որն է առաքինությունների, սրբությունն է, holiness։ Եսայի 6-րդ գլխում մարգարեն Տիրոջը տեսավ բարձր ու վերացած գահի վրա եւ հրեշտակները փոփոխակի աղաղակում էին Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորած Տերը։ Քանի անգամ ասավ, ասեցին 3, ինչու 3։ Թող 2 լիներ, 4 կամ 5, ինչու մասնավոր 3։ Քիչ հետո քննության արդյունքում այդ ամենը կբարձաբանենք։ Հայտնության 4 գլխում ենք հանդիպում, նկարագրված է ինչպես կենթայինները
ցորեկ ու գիշեր աղաղակում էին։ Տեսնենք քանի անգամ։ Սուրբ, Սուրբ, Սուրբ է Տեր ամենակալ, որ է եւ որ պիտի գա։ Այսինքն Տեր Հիսուսի մասին է խոսքը։ Քանի անգամ եղավ։ 3 անգամ։ Աստված երբ որ մարդեղացավ, ծնվեց Մարիամ կույսից, արևելքից 3 իմաստուն մարդիկ եկան։ Աստված իրենց ուղղորդեց այդ աստղի միջոցով եւ եկան գտան Հիսուս մանուկին, եկել էին ինչի համար, երկրպագության, եւ իրենք շատ լավ գիտեն, որ միայն Աստծուն պիտի երկրպագեն, այսինքն շատ լավ հասկացել են, այդ մանուկը որ ծնվել է, ինքը Աստված է։ Չի գրված, թե եկողները քանիսն էին, բայց իրենց բերած նվերներից մենք հասկանում ենք, որ 3-ն էին, որովհետև բերեցին ոսկի նրա թագավոր լինելը, Հիսուսի թագավոր լինելը ցույց տալու համար, կնդրուկ իր աստվածությունը եւ նաեւ զմուրս, ինչի համար է, մարդասիրության եւ իր մահներ խորհրդանշում, որովհետև Տեր Հիսուս, երբ որ իր մարմինը գերեզմանում դրվեց, զմուրսով օծեցին։ Ավետարաններում հաճախ հանդիպում ենք Հիսուսի հետ ընկերացող քանի աշակերտներ, 3 հոգին մշտապես կային՝ Պետրոս, Հակոբոս, Հովհաննես։ Նրանց հանդիպում ենք, երբ որ Տեր Հիսուս Թափոր լեռան վրա պիտի պայծառակերպվեր, transfiguration, ականատես եղան այս 3 աշակերտները։ Եվ այդ պատկերը Տեր Հիսուսի երկրորդ գալստյան նախապատկերն էր, preview-ն էր, կարդացեք Մատթեոս 9-րդ գլուխ առաջի 3 համարները։ Նրանք ներկա են, երբ որ Տեր Հիսուս Հայրոսի մեռած աղջկան հարություն տվեց։ Այս 3 աշակերտների անունները այնտեղ նշվում է։ Նաև Գեթսեմանեի պարտեզում, երբ Հիսուս աղոթք էր անում, քանի անգամ աղոթք արավ, 3 անգամ։ Այս 3 աշակերտները ներկա են Մատթեոս 26-րդ գլուխ 36-ից 38 համարներ։ Այս 3 աշակերտները Պետրոսը եւ Զեբեդիոսի 2 որդիներն են, Հակոբոսը եւ Հովհաննեսը, ներկա են Տեր Հիսուսի հասարակական գործնության փառահեղ պահերին եւ նաեւ նրա չարչարյաց պահերին, երբ որ մահվան էր գնում։ Հիմա հարց կարող է առաջանալ. Տեր Հիսուս, 12-ն են քո աշակերտներդ։ Այս 3-ը ինչու են մշտապես քեզ հետ։ Սա արդյոք խտրականություն էր։ Արդյոք իրենց ավելի շատ էր սիրում, թեև Հովհաննեսի համար գրված է, որ իր ամենաշատ սիրած աշակերտն էր։ Ոչ։ Բոլորովին այդպես չէ։ Այս 3-ը իրենք են փնտրում Տեր Հիսուսի ընկերակցությունը։ Իրենք են ուզում Հիսուսի հետ մոտ լինել, դրա համար մշտապես մենք տեսնում ենք այդ պարագաների մեջ իրենք Հիսուսի հետ են։ Հիսուս մարդկանց սրտերն է քննում եւ գիտի անգամ ով ինչ է մտածում, սրտի խորքը գիտի եւ ամեն բան։ Հապա Պետրոսի 3 անգամ ուրացումը դա էլ գիտեր։ Տեր Հիսուս դա էլ գիտեր, որ նա 3 անգամ իրեն պիտի ուրանա եւ նախքան ուրանալ այդ մասին խոսեց։ Եվ դա Պետրոսի մարդկային թուլության եւ վախի արդյունքում էր, բայց եւ Պետրոսն էր, որ իր աշակերտներից առաջինը, երբ որ Հիսուս ասաց. «Ում են կարծում, ով եմ ես», եւ Պետրոս առաջինն էր, որ ասաց Մատթեոս 16:16. «Դու ես կենթանի Աստծո որդին Քրիստոսը»։ Հակոբոս առաքյալը մեզ հետեւյալն է ասում 4 գլուխ եւ 8 համարում. «Մոտեցեք Տիրոջը, եւ նա ձեզ պիտի մոտենա»։ Աստված ուժով մեզ իրեն չպիտի մոտեցնի, զորով չպիտի մոտեցնի, մենք պիտի ցանկանանք, մեր ամեն մեկ քայլին Աստված տասնապատիկը պիտի անի, մեզ ընթառաջ գալու։ Աստված ուզում է մեր հետ սերտ գործակցություն ունենա, տակուկ հարաբերություն ունենա։
Ինչպես մոտենանք Տիրոջը։ Հաճախակի եւ շարունակական անկեղծ աղոթքներով։ Նաեւ Տեր Հիսուսի խոսքին հնազանդվելով։ Մեր ճշմարիտ հավատքի ապացույցներից մեկն էլ որն է, Աստծո խոսքին հնազանդությունը։ Այսօր շատ-շատերն են ասում, այո, Հիսուսին ես հավատում եմ։ Արդյոք այդ բոլորը Հիսուսի խոսքին հնազանդվում են։ Խոսքին հնազանդությամբ է, որ մենք պիտի ապացուցենք մեր հավատքի ճշմարիտ լինելը։ Հնազանդություն, obedience։ Հիսուս ասաց Հովհաննես 14-րդ գլուխ եւ 15 համար. Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք։ Իսկ երբ որ զանց ենք անում, մեր սերը մենք չենք արտահայտում։ 3 թվի մասին ենք խոսում, հենց Պետրոսի հետ մի դեպք կատարվեց, որ այդ 3-ը այնտեղ մենք գտնում ենք։ Հիշենք, Պետրոս 3 անգամ ուրացավ Տեր Հիսուսին։ Եվ հարությունից հետո Հիսուս աշակերտների մեջ հայտնվեց, երբ որ աշակերտները գնացել էին ձուկ որսալու եւ նրանց օգնեց 153 ձկներ որսացին, երբ որ ոչ մի այդ ամբողջ գիշեր չէին որսացել։ Ուրեմն Հովհաննես 21-րդ գլուխ 15 համարից։ Երբ ճաշրին Հիսուս սավ Սիմոն Պետրոսին, Սիմոն Հովնանի որդի, զիս ատոնցմե ավելի կսիրես։ Այսինքն մյուս աշակերտներից, այդ ձկներից, որի համար գնացել եք, ձկնորսական նավից, ամեն բաներից առավել է, ինձ կսիրես։ Եվ Պետրոս պատասխանեց, այո Տեր, դու գիտես, թե քեզ կսիրեմ։ Ըսավ անոր, արածե իմ գառնուկներս։ Նորից երկրորդ անգամ ըսավ անոր, Սիմոն Հովնանի որդի, զիս կսիրես։ Ըսավ անոր, այո Տեր, դու գիտես, թե քեզ կսիրեմ։ Հիսուս նորից ըսավ, երրորդ անգամ, Սիմոն Հովնանի որդի, զիս կսիրես։ Պետրոսը տրտմեց, որ 3 անգամ իրեն ըսավ, թե զիս կսիրես, եւ ըսավ անոր, Տեր, դու գիտես, դու ամեն բան գիտես, թե ես քեզ կսիրեմ։ Եվ Հիսուս ըսավ անոր, արածե իմ ոչխարներս, ճշմարիտ կսեմ քեզի, թե երբ դու պատանի ես, ինքիդ մեծ գոտիդ կկապեիր եւ կերթայիր ուր որ ուզեիր, բայց երբ ծերանաս, ձեռքերդ վեր պիտի բռնես եւ ուրիշը գոտիդ պիտի կապե եւ պիտի տանի ուր չես ուզեր։ Այս բանը սավ ցույց տալու համար նրան թե ինչ մահով պիտի փառավորե Աստված, ու երբ ասիկա սավ անորսավ եկուր իմ ետևից։ Պետրոս առաքյալին Ներոկայսրի ձեռքով խաչն են հանել Քրիստոսի թվարկության 67 թվականին գլխի վայր։ Գիտեք չէ, շատ ավելի սարսափելի ցավեր պատճառող բան է, այդ կերպով նա Աստծուն փառավորել է։ Բայց 3 անգամ հարցում եղավ։ Հիսուս ինչու 3 անգամ Պետրոսին հարցրեց։ Միթե մեկ անգամը բավարար չէր։ Բացատրությունը սրա մեջ է։ Պետրոս 3 անգամ էր ուրացել Տեր Հիսուսին, եւ աշակերտները այդ ուրացումների վկան էին։ Հիմա ամեն մեկ ուրացման դեմ Պետրոս պիտի խոստովաներ. Տեր, դու գիտես, որ քեզ սիրում եմ։ 3 անգամ կրկնվեց եւ 3 անգամ Պետրոս հաստատեց իր հավատքը, որ ինքը Տեր Հիսուսին սիրում է։ Հնարավոր է, որ մեր հավատքի կյանքի ընթացքում մենք էլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով Հիսուսին ուրացել ենք, հանգամանքների բերումով, կամ վախից դրդված, կամ էլ ամաչել ենք, փորձել ենք մեկին ավելի հաճո գտնվել եւ Հիսուսին ուրացել ենք, անգամ չուզելով։ Հիմա պահն է, որ ամեն մեկս խոստովանենք, ինչպես որ Պետրոս ասաց,
Տեր, դու գիտես, որ քեզ կսիրեմ։ Հիմա ամեն մեկս քննենք եւ տեսնենք, եղել են իրավիճակներ, որ մենք մարդահաճ գտնվեցինք, մենք Հիսուսին պիտի վկայենք, բայց մեր ներքին մի ձայն մեզ թույլ չտվեց եւ չփառավորեցինք Տիրոջը։ Այս պայն ասենք, բոլորս միասին, Տեր, դու գիտես, որ քեզ կսիրեմ։ Սիրենք ու ավելի սիրենք Տեր Հիսուսին։ Նրանից քաղցր անց չկա։ Ամբողջ տիեզերքի մեջ նրա նման մեկը չկա։ Հիսուս Քրիստոս, միակ անձնավորությունը, Աստված ճշմարիտ մարմնով հայտնված։ Պողոս առաքյալը 3 կարևոր առաքինությունների մասին է խոսում։ Առաջի Կորինթացիս 13-րդ գլուխ, որ հանրայդ գլուխ է, Աստծո սիրո մասին է, եթե մարգարեություններ ունենաս, լեզուներ խոսաս, այս անես, բայց սեր չունենաս, դրանք բոլորը ոչինչ են, 13-րդ գլխի 13 համարը։ Ուստի հիմա կմնա ինչ հավատք, հույս եւ սեր եւ սրանցից մեծագույնը սերն է։ Երբ որ երկին գնանք, հավատալու պետքություն չի լինի։ Ինչի պիտի հավատանք մի բանի, որ արդեն տեսնում ենք։ Երբ որ երկին գնանք, հուսալու պետքություն չի լինի։ Ինչի պիտի հուսանք մի բանի, որ արդեն տեսնում ենք, արդեն իրողություն է դարձել։ Ում Հիսուսին եւ ինչի համար, հավիտենական կյանքի համար հավատացել եւ հուսացել ենք եւ մի օր այդ ամենը իրողություն, reality պիտի դառնա։ Ինչ մնաց? Մնաց միայն սերը, աստվածային ագապե սերը, որ հավիտյանս հավիտենից պիտի մնա։ Հավիտյանս հավիտենից։ Տեր Հիսուս սատանայի գլուխը 2 անգամ ջախջախեց։ Ամենահանրայինը խաչի վրա էր, երբ որ համայն մարդկության մեղքը իր վրա առավ փոխանորդական մահով։ Երկիր մոլորակ եկով ամեն մեկ անձի համար Հիսուս իր կյանքն է տվել։ Իր արյունն է թափել, որպեսզի ով որ հավատա իր մեղքերին թողություն եւ քավություն լինի։ Բայց դրանից առաջ Հիսուս մեկ անգամ եւս սատանայի գլուխը ջախջախեց։ Մենք միշտ նկատի ունենանք, որ Տեր Հիսուսի մեջ 2 բնություն էր ապրում. Աստվածայինը եւ մարդկայինը, եւ այդ մարդկայինը ի տարբերություն Ադամի սերունդի նրան շատ տարբեր էր, առանց մեղքի։ Միակ անձնավորությունը, որ երկիր մոլորակի վրա քայլել է եւ իր մեջ մեղանչական բնություն չի ունեցել, հետեւաբար մեղք չէր կարող գործել, Հիսուս Քրիստոս է։ Եվ ահա Սուրբ Հոգուց Հիսուս անապատ առաջնորդվեց Քրիստոս Հիսուս մարդը փորձվելու համար։ Պետք է լինեն, որ փորձվեր։ Մեզ համար էր դա։ Ինչպես որ Եդեմական պարտեզում մեր նախածնողները այն իշխանությունը, որ Աստված տվել էր, իշխեցեք եւ տիրեցեք, կորցրեցին, Հիսուս այդ նույն իշխանությունը մարդկության հավատացողներին պիտի վերադարձներ։ Դրա համար գնաց անապատ փորձվելու համար եւ կարդում ենք Մատթեոս 4 գլուխ 1 համարից։ Հիսուս անապատ տարվեցավ Սուրբ Հոգից, որպեսզի սատանայից փորձվի։ 40 ցերեկ եւ 40 գիշեր ծոմ պահելուց հետո անոթեցավ։ Փորձողը անոր մոտենալով ասավ. Եթե դու Աստծո որդի ես, ասե այս քարերը թող հաց դառնան։ Հիսուս անոթի է։ Ինչի պետքություն ունի հացի։ Հիսուս պատասխանեց, ուսավ. գրված է, ոչ միայն հացով կապրի մարդ, հապա այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է ելնում։ Որտեղ է գրված? Երկրորդ օրինաց 8-րդ գլուխ 3-րդ համար։ Այն ատեն սատանան տարավ Զանիկա Սուրբ քաղաքը եւ կայնեցրեց
տաճարի աշտարակի վրա։ Եվ Սավանոր, եթե դու Աստծո որդին ես, քեզ ասկե վար ձգե, վասնզի գրված է, թե իր հրեշտակներին պիտի ապսպրե քեզ համար, որ ձեռքերուդ վրա վերցնեն, որպեսզի չլա թե ոտքդ քարին զառնես։ Սաղմոս 91, 11, 12 համարներ։ Եվ Հիսուս նրան պատասխանեց. դարձյալ գրված է, քո Տեր Աստծուն չփորձես։ Ելիս 17:7։ Մեզ Աստծուց շատ բաներ է խոստացված, բայց մենք զգուշ լինենք, որ Աստծուն չփորձենք։ Սատանան նորից առավ հանեց Զանիկա խիստ բարձր լեռան վրա և ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները և նրանց փառքը և Սավանոր, ասոնք ամենը քեզի պիտի տամ, եթե ինաս ինձ երկրպագություն ունես, Ղուկաս ավետարանի մեջ գրված է, որովհետև ինձ է տրված։ Այսինքն կարողացավ այդ իշխանությունը վերցնել։ Պատկերացնում եք, Սատանան եկել է Հիսուսին, առաջարկում է այն, ինչի Տերը Հիսուսն է։ Այն ատեն Հիսուս Սավանոր, ետից գնա Սատանա, վասնզի գրված է, քո Տեր Աստծուն երկրպագություն ունես և միմիայն նրան պաշտես, Երկրորդ Օրինաց 6-րդ գլուխ 4-9 համարները։ Այն ատեն Սատանան Զանիկա թողուց և հրեշտակները եկան և նրան սպասավորություն էին անում։ Ուրեմն 3 հարց, 3 պատասխան, 3 տեսակի փորձություն, 3 հաղթանակ մեզ համար, միայն մեզ համար։ Մեր պաշտած Աստվածը սիրելիներ մեկ Աստված է, մենք մեկ Աստծու ենք պաշտում, որ 3 անձերով կամ 3 դեմքով է հանդես գալիս, այլակրոնների կամ քրիստոնեական Հովանոցի ամբրելայի տակ մտած աղանդներ կան, չէ, ծվարվել են ուղարկի, երբ որ պետք է իրենց ասում են մենք էլ ենք քրիստոնյա, Եհովայի վկաներ, մորմոններ, սրանք վտանգավոր աղանդներ են, որ բոլոր ազգերի մեջ մտած են, մեր ազգի մեջ էլ բավական մեծ գործունեություն ունեն, սրանք բոլորը երրորդության դեմ են, ասում են բացահայտորեն գրված չի երրորդություն։ Գնանք Ծննդոց առաջի գլուխ, առաջի համար, ինչ է գրված, Աստված սկզբից երկինք ու երկիրը ստեղծեց։ Աստծո անունը գրված է Էլոհիմ, որ երրորդ միությունը այդ երրորդությունն է ներկայացնում։ Նույն առաջի գլուխ եւ 26 համարում Աստված ասում է եկեք, եթե ասում է եկեք, ինքը եթե երրորդություն չէ, ինքը իր հետ հոգնակի է խոսում, եկեք ում է դիմում, երրորդությանը, Հայրը, Որդին և Սուրբ Հոգին այնտեղ են, եկեք մեր պատկերի և մեր նմանության պես մարդուն ստեղծենք։ Գիտեք, եթե միջև մեկը Սուրբ Հոգին չունենա, այս բաները չի հասկանալու։ Տրամաբանության վրա շատ հաճախ մարդիկ ձախողվում են։ Պիտի ընդունենք մենք հավատքով, ինչ որ Տիրոջ խոսքը մեզ տալիս է, և մենք վստահ ենք 100%-ով, որ Աստծո խոսքը հավիտենական է և ճշմարտություն ճշմարտությանց է։ Մարդիկ կարդում են շատ հաճախ և չեն էլ հասկանում։ 10 անգամ էլ կարդում են, մարդը չի հասկանում, ինչու, որտև նրան համոզողը Սուրբ Հոգին պիտի լինի։ Եթե Սուրբ Հոգին չունի, ինչպես պիտի համոզվի։ Ուրեմն ամենաակնառու գրությունը երրորդության մասին Հովանու առաջին ընդհանրական թուղթն է, 5-րդ գլուխ և 7 համար։ Վասնզի երեքն են, որ երկնքի մեջ կվկայեն, եթե գրված է կվկայեն, նշանակում է անձնավորություն են, չէ։ Երեքն են և վկայում են Հայրը, Բանը, այսինքն Աստծո բանականությունը, որ Քրիստոսն է, սկզբից էր Բանը և Բանը Աստծո մոտ էր և Բանը Աստված էր։ Ու Սուրբ Հոգին
Եվ այս երեքը մեկ են։ Հիմա այդտեղ երկինք բառի վրա աստղանիշ կա, տակը բացատրություն, որ շատ հին ձեռագրեր չունեն այս բառը, եւ Եհովայի վկաները դա մատնացույց են անում, որ տեսեք աստղանիշ կա դրված դրա վրա։ Աստղանիշը վերաբերում է երկինք բառին։ Հիմա հին գրությունների մեջ չկա, մի պահ մի կողմ դնենք։ Երեքն են, որ կվկայեն, հայրը, բանը եւ Սուրբ Հոգին եւ այս երեքը մեկ են։ Մենք վկայում ենք ոչ միայն երկրի վրա եւ ամբողջ տիեզերքում, անփոփոխելի է սա։ Երեք անձնավորություն, մեկ աստվածություն։ Մեղավոր մարդու համար անկարելություն էր Աստծուն տեսնել։ Ուստի Աստված մարդեղացավ եւ Հիսուս Քրիստոսի անձի մեջ հայտնվեց, պաշտոն ստանձնեց, որպես որդի եկավ, որպես փրկիչ ծառայեց մարդկության փրկության համար։ Հայրը որդու համար վկայություն տվեց, այսինքն երկնքից կնիքը դրվեց։ Եկեք կարդանք Մարկոսի առաջի գլուխ 9-11 համարները։ Այն օրերը Հիսուս Գալիլեայի Նազարեթեն եկավ ու Հովանեսեն մկրտվեցավ Հորդանանի մեջ։ Ջրից ելելու պես երկինքը բացված տեսավ եւ հոգին աղավնի պես, որ իր վրա կիշներ, եւ ձայն մը եկավ երկնքեն, որ կսեր. Դու ես իմ սիրելի որդիս, որին հավնել եմ։ Ուրիշ մեկին չնայեք, ձեր հայացքը ուղղեք միմիայն որդուն, Տեր Հիսուս Քրիստոսին։ Այս երկու համարի մեջ մենք ում ենք տեսնում։ Հիսուս, որ գնաց մկրտվելու, հայրը, որ երկնքից վկայեց, եւ Սուրբ Հոգին, որ աղավնակերպ իջավ Հիսուսի վրա։ Տեսնում եք երրորդությունը, անշուշտ տեսնում ենք։ Երբ Հիսուս իր համբարձվելուց առաջ վերջին հանձնարարականն էր տալիս, որ հայտնի է որպես Great Commission։ Հետևյալը ասաց, դա էլ կարդանք Մատթեոս 28-րդ գլուխ 16-ից 20 համարները։ Իսկ 11 աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, ուր Հիսուս իրենց որոշել էր։ Երբ նրան տեսան, երկրպագություն արին։ Եթե Հիսուս Աստված չէ, եւ աշակերտները Հիսուսին երկրպագություն անեին, Աստծուն անարգած պիտի լինեին, այդպես չէ։ Եվ Հիսուսը ընդունեց այդ երկրպագությունը։ Բայց ոմանք տարակուսեցան։ Հիսուս մոտենալով խոսեցավ անոնց եւ ասավ. Ամեն իշխանություն ինձ տրվեցավ, երկնքի եւ երկրի մեջ։ Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, մկրտեցեք զանոնք հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, սովորեցրեք անոնց, որ այն բոլոր բաները պահեն, ինչ որ ես ձեզ պատվիրեցի։ Ահա ամեն օր ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջ եւ բոլորս միասին ասում ենք ամեն։ Ուրեմն մինչև այս աշխարհի վերջ Հիսուս մեզ հետ է, բայց հետո արդեն մտնում ենք հավիտենականություն։ Երեք անձերին մենք առանձին տարբեր տեղերում տեսնում ենք նրանց աստվածությունը, բայց ձեզ բերում ենք այն համարները, որոնց մեջ երեք անձերն էլ ներկա են։ Եվս մեկը, ամեն պաշտամունքից հետո սիրելի եղբայրներ եւ քույրեր, մենք օրհնության խոսքով ենք միմյանցից բաժանվում։ Երկրորդ Կորինթացիս 13-րդ գլուխ 13 համար։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը մեզանից ամեն մեկի հետ լինի եւ ասում ենք ամեն։ Հիմա անդրադառնանք Եսայի մարգարության 6-րդ գլխին, որտեղ ինքը տեսավ հրեշտակներին, որոնք փոփոխակի
ազդարարում են Սուրբ, Սուրբ, Սուրբ։ Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորաց Տերը։ 3 անգամ Սուրբ է Հայրը, Սուրբ է Որդին, Սուրբ է Սուրբ Հոգին։ Չէ կարող լինել 2, չէ կարող լինել 5, պիտի լինել 3։ Ամեն մեկ անձնավորությունը Սուրբ է եւ պաշտամունքի արժանի է։ Մենք մի շարք քարոզներ ունենք Սուրբ Երրորդության վերաբերյալ, մասնավորաբար բոլորը մեկի մեջ մանրամասնությամբ քննարկել ենք այս հարցերը։ Երբ երկինք գնանք, ինչպես պիտի տեսնենք Աստծուն։ Ինչ է կարծում։ Հոր առանձին գային նստած, հա, Հիսուս ոտքի կամ նստած, բա Սուրբ Հոգուն։ Շատ սուտ մարգարեներ, որոնց սատանան խաբել է, եւ նրանք էլ մարդկանց են խաբում, իրենց անձն են առաջ տանում, գնացել են երկինք եւ տեսել են Հորը, զառամյալ ծերունու նման, փառահեղ նստած, որդուն են տեսել եւ մի գայլ տեսել են, որտեղից իբրև թե ծուխ է դուրս գալիս Սուրբ Հոգին է։ Աստված այդպիսիներին պիտի նզովի, որոնք Սուրբ Երրորդության վերաբերյալ այսպիսի սխալ գաղափարներ են տարածում։ Երկինք երբ որ գնանք, Աստծուն ինչպես պիտի տեսնենք։ Պիտի տեսնենք միայն Տեր Հիսուս Քրիստոսին, որ երրորդության մարմնացումն է։ Նա իր մեջ ընդգրկում է Հորը եւ Սուրբ Հոգուն։ Հովհաննես առաքյալ առաջին թրական թղթում հետևյալն է գրում 3-րդ գլուխ 2-րդ համար։ Սիրելիներ, հիմա մենք Աստծո որդիներ ենք։ Եվ տակավին հայտնի չէ ինչ պիտի լինենք։ Ահա մեծ անակնկալ, որ մեզանից ամեն մեկին սպասվում է։ Բայց մի բան լավ գիտենք, թե երբ որ նա հայտնվի, նրան պիտի տեսնենք ինչպես որ է։ Հիսուսին պիտի տեսնենք փառավորյալ մարմնով, փառքերի մեջ, եւ մենք էլ անշուշտ փառավորյալ մարմին պիտի հագած լինենք։ Աներևակայելի բաներ պիտի տեսնենք, եղբայրներ, քույրեր, համբերությամբ սպասենք։ Քրիստոնեական հավատքի մեծագույն հավատալիքը որն է։ Մեռելների հարությունը։ Չարչարյաց մահ մեր մեղքերի պատճառով եւ աշխարհ եկած ամեն մարդու համար գերեզմանը դրվել, երրորդ օրը հարություն առնել։ Այս զողությունը աշխարհի հիմնադրությունից առաջ արդեն որոշված էր Հիսուսի աշխարհ գալուց 700 տարի առաջ Եսայի մարգարեն գրել էր 53-րդ գլուխը։ Անիկա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, մեր անօրենությունների համար ծեծվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, եւ անոր վերքերով մենք բժշկվեցանք։ Ձեզ տնային աշխատանք այսօր կարդացեք Եսայի 53-րդ գլուխը։ Ինչու՞ չէ, եթե կարող եք անգիր արեք։ 700 տարի առաջ գրվեց մեր փքչի չարչարանքների մասին եւ սա էլ ապացույցը այն բանի, որ Սուրբ Գիրքը ծայրից ծայր ճշմարտություն է, Աստծո շնչով, հոգիով է գրված։ Տեր Հիսուսի մահվան եւ հարության մասին շատ գրություններ կան, Հիսուս ինքը անձամբ խոսեց այդ մասին, եկեք կարդանք Մատթեոս 16-րդ գլուխ եւ 21 համարը Ասկե հետո Հիսուս իր աշակերտներին ցույց տվեց, թե պետք է, որ ինքը Երուսաղեմ երթա եւ շատ չարչարանքներ կրե, ծերերեն եւ քանապետներեն ու դպիրներեն եւ սպանվի եւ երրորդ օրը հարություն պիտի առնե։
Պետրոս մեկդի առավ Զանիկա եւ սկսավ հանդիմանել եւ ասել. «Քավլիցի Տեր, այդ բանը քեզ հետ լինի»։ Պաշտպանի դերում է։ Ինքը դառնալով Պետրոսին ասաց. «Ետի սանցի սատանա։ Ինձի գայթակղություն ես դու, վասնզի Աստծո բաները չես մտածում, հապա մարդկանց բաները»։ Պետրոսն էր սատանան, քավլիցի։ Պետրոսի բերած գաղափարը։ Պետրոսը մարդկայնորեն լավ բաներ ուզում, այսինքն մեր վրա կարող ես հույս դնել, հատկապես իր վրա, ես քո պաշտպանն եմ։ Եվ այդ էր պատճառը, որ մահկողի ականջը կտրեց, հիշում եք այդ դրվագը։ Բայց ինքը չէր հասկացել, որ Հիսուս իր մահվամբ, հարությամբ եւ երկրորդ գալստով է, որ իր թագավորությունը պիտի հաստատի։ Աշակերտները ուզում էին այդ պահին, երբ պիտի քո թագավորությունը հաստատես։ Եվ Հիսուս ասաց. «Ձեզ չի վերաբերում ժամերը եւ ժամանակները, որ Հայրը իր գիտության մեջ դրեց։ Դուք ուրիշ առաքելություն ունեք, դրանով պիտի զբաղվեք»։ Քանդեք այս տաճարը եւ 3 օրվա մեջ ես պիտի կանգնեցնեմ։ Ծանոթ խոսքեր են։ Տեր Հիսուս ասաց այս խոսքերը եւ այն մենք գտնում ենք Հովանու ավետանի մեջ 2-րդ գլուխ 18 համարից պիտի կարդանք։ Հիսուս երբ որ մտավ տաճար եւ խարազանը ձեռք առավ եւ այդ ստակ փոխողների սեղանները կործանեց, որտեւ տաճարը բիզնեսի տեղ էին դարձրել, այն ատեն հրյաները եկան եւ ասին անոր. «Ինչ նշան ցույց կտաս, որ այդ բաները անելու իրավունք ունես»։ Այսինքն դու ով ես։ Պատասխան տվավ Հիսուս եւ անոնց ասավ. «Քանդեք այս տաճարը եւ 3 օրվա մեջ Զանիկա պիտի կանգնեցնեմ»։ Հրյաները ասին. 46 տարվա մեջ շինվեցավ այս տաճարը եւ դու 3 օրվա մեջ պիտի կանգնեցնես Զանիկա։ Բայց ինքը իր մարմնի տաճարի համար կսեր, ուստի երբ ինքը մեռելներեն հարություն առավ, իր աշակերտները մտքերին բերին այս ասածը ու հավատացին գրքին եւ Հիսուսի ասած խոսքին։ Մեկ այլ մարգարեացում Տեր Հիսուսի կողմից Մարկոս 9-րդ գլուխ 31 համար իր աշակերտներին ասաց. «Որդին մարդոր պիտի մատնվի մարդկանց ձեռքը, նրան պիտի սպանեն եւ երբ սպանեն, 3-րդ օրը հարություն պիտի առնի»։ Հովնան մարգարեի պատմությունը բոլորդ էլ գիտեք, լսել եք, մեր կիրակնորյայի դասարաններում էլ սովորեցնում են, համանուն մարգարեական գրության մեջ Աստված Հովնանին ուղարկեց, որպեսի գնա Նինվե եւ ազդարարի, որ Աստված իր դատաստանը պիտի բերի։ Մարդը լավ եւ թարցիս էր փախնում։ Հոպեում գնաց նավ նստեց, բայց Աստծո ձեռքից ուր պիտի փախնես, նավն էլ կկործանվի եւ Աստծո հրամանով կեծուկն էլ քեզ կուլ կտա, որ իր փորի մեջ գտնված ատենը աղաչես, պաղատես, աղոտ կանես, Տեր ողորմի։ Եվ Աստված նորից հրաման տվեց, կեծուկը տարավ եւ Հովնանին ծոապին փսխեց իր բերանից դուրս։ Ոչ մնաց Հովնանը։ Տեր Հիսուս այս օրինակը բերեց իր հարության մասին եւ որ խոսում էր Մատթեոս 12-րդ գլուխն է, եկեք կարդանք 38 համարից։ Այն ատեն դպիրներն ու փարիսեցիներն ոմանք իրեն ասին. «Վարդապետ, կուզենք քեզ մեն նշան մտցնել»։ Անիկա պատասխան տվավ եւ անոնց ասավ. «Չար ու շնացող ազգը նշան կուզե։ Ուրիշ նշան պիտի չտրվի անոր, բայց միայն Հովնան մարգարեի նշանը։ Քանզի ինչպես Հովնան 3 օր ու գիշեր կետ ձկան փորի մեջ մնաց, այնպես պիտի որդին մարդո մնա երկրի սրտի մեջ 3 օր եւ 3 գիշեր։ Նինվեի մարդիկ դատաստանի օրը այս ազգի դեմ պիտի ելեն եւ պիտի դատապարտեն ասիկա,
Վասնզի Հովնանի քարոզությունով զղջացին։ Երկրորդ անգամ գնաց, քարոզեց եւ մեծից փոքր բոլորը ապաշխարեցին։ Հարավի թագուին դատաստանի օրը, ով էր հարավի թագուին, Սաբայի թագուին, այս գիտեն պիտի ելե եւ պիտի դատապարտի ասիկա, վասնզի ինքը եկի ծայրերեն եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, բայց ահա Սողոմոնից մեծ մեկը կա այստեղ։ Հրաշք, մարդիկ հրաշք են ուզում։ Մեծագույն հրաշքը Քրիստոսի մեռելներից հարություն առնելու հրաշքն է։ Մեկ անգամ, երկու անգամ, 5 անգամ, բազմաթիվ իրավիճակներում Հիսուս իր հարության մասին խոսեց։ Այս մեկը ավելի հստակեցնում է, թե ում ձեռքով այդ բանը պիտի կատարվեր, եւ սա Մատթեոս 20-րդ գլուխ 17-ից 19 համարներն են։ Ու երբ Հիսուս Երուսաղեմ կելներ, ճամփան 12 աշակերտները իր հետ առավ առանձին եւ սավանոց։ Ահա Երուսաղեմ կելենք եւ որդին մարդո պիտի մատնվի քանապետների եւ դպիրների եւ զանիկա մավան պիտի դատապարտեն, հեթանոսներին պիտի մատնեն, այսինքն հռոմեացիներին, ծաղրվելու, ծեծվելու եւ խաչ անելու, բայց երրորդ օրը հարություն պիտի առնի։ Շատերի մոտ այս հարցումը կա, Հիսուսին խաչեցին ուրբաթ օր։ Ուրբաթից շաբաթ 1, շաբաթից կիրակի 2, բայց երրորդ օրը որտեղ մնաց։ Բաներ կա, մենք հաշվի պիտի առնենք, թե այն ժամանակ ինչպես էին հաշվում, ինչ սկզբունքներ կար, եւ եթե մենք տեղափոխվենք Ծննդոց առաջի գլուխ, ստեղծագործությունը, Աստված ամեն մեկ օրը ինչ որ ստեղծեց, հետո ինչ է գրված, իրիկուն եւ արտու լալով առաջի օր եղավ։ Հետո իրիկուն եւ արտու լալով երկրորդ օրը լավ եւ շարունակաբար։ Ուրեմն Աստված է հաստատել դա։ Հետևաբար, երբ որ ասում ենք ուրբաթ, երբ է սկսում ուրբաթ օրը, 5-շաբթի օրը արևամուտից կամ մայրամուտից, ինչպես կուզեք, նույնն է, sunset անգլերենով, ռուսերենով զակատ, բայց պահածոների զակատը չի սա։ Այսինքն ուրբաթ օրը հաշվում էր 5-շաբթի օրվա արևամուտից, մինչև ուրբաթ օր արևամուտ 1 օր, ուրբաթ օրվա արևամուտից մինչև շաբաթ օրվա արևամուտ 2 օր, եւ այդ արևամուտից մինչև կիրակի արևամուտ չհասավ, այլապես կլներ 3 օր հետո, կեսօրին եղավ եւ ամբողջ երկինքը մտնեց այնպիսի խավար, որ երբևէ եղած չէր, որ սարերը շարժեցին, տաճարի վարակույրը քանդվեց։ Ուրեմն երրորդ օրը Հիսուս հարություն առավ։ Պողոս առաքյալն էր իր հերթին, ուրեմն հետևյալն է գրում Կորինթացիների առաջին նամակ 15-րդ գլուխ 3-4 համարները։ Վասնզի ամենից առաջ ես ձեզ ավանդեցի, որ ես ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ, գրքերի ըսածի համատ, Սաղմոսած գրքի մեջ որքան վկայություններ կա, եւ թաղվեցավ ու հարություն առավ երրորդ օրը գրքերի ըսվածի համեմատ։ Ուրեմն Պողոս առաքյալի միջոցով էլ հաստատվեց այս գրությունը։ Հիսուսի հարությունը քրիստոնեական հավատքի հիմնաքարն է, foundation, ֆունդամենտն է։ Եթե այդ հարությունը չկա քրիստոնեություն։ Եթե Քրիստոս մեռելներից հարություն չի առել, ես չեմ հավատում ուրիշ բանի։ Մեր հավատքի հիմքը Հիսուսի մեռելներից հարություն առած լինելն է, դրանով է, որ հարության հույսն է բերվել։ Այլապես մեր հավատքը պարապիտի լիներ, եթե առաքյալ ասում է, դուք այս կյանքի համար եք Հիսուսին հուսացել,
պարապ տեղն եք ուսացել, ձեր հավատքը դատարկ է, պարապ է, բայց մենք ուսացել ենք, որ Աստված մարմնով եկավ, մեզ համար խաչվեց, հարություն առավ, երկնքի ճանապարհը բացեց եւ մեզ հավիտենական կյանք է տվել, շնորհել։ Եվ դա Հիսուսի հարության միջոցով եղավ։ Այն ժամանակ, երբ որ Հիսուսի գերեզմանը դատարկ գտնվեց, կղերական դասը ամբողջ ժողովրդի մեջ մի սուտ տարածեց, որ աշակերտները գնացել են Հիսուսի մարմինը վերցրել են եւ հիմա ասում են հարություն է առել։ Եթե աշակերտները իրենք էին արել այդ բանը, իրենք Հիսուսի անվան համար կզոհվեին, իրենք հարության վկաներն էին, որտև հարությունից հետո Հիսուս քանիցս իրենց մեջ հայտնվեց, եկեք, շոշափեք, տեսեք, իրենց հետ նստեց, կերավ, իրենց խորհուրդներ տվեց, իրենց վերջին հանձնարարականը տվեց, նրանք ավելի քան համոզված էին, որ Հիսուս հարություն է առել եւ մահը նրա վրա իշխանություն չունի, հետեւաբար նաեւ մեր վրա։ Այսինքն աշակերտները Հիսուսի հարության վկաներն էին եւ Հիսուսի անվան համար մարտիրոսվեցին, martyrs։ Առաջի դարում շատեր մարտիրոսվեցին Հիսուսի անվան համար։ Դարերի ընթացքում շատեր մարտիրոսվել են Հիսուսի անվան համար։ 21-րդ դարն էլ բացառություն չէ, թեև շատ հազվագյուտ է, մենք գտնում ենք, ասենք, աֆրիկյան երկրներում հարցակվեցին, եկեղեցիներ այրեցին եւ մարդիկ իրենց հավատքը դավանեցին, կամ այլակրոն երկրներում մարդկանց ստիպում են, եթե Հիսուսին չուրանաք, ձեզ կսպանենք եւ մարդիկ չեն ուրանում։ Այդ մարտիրոսների շարքի մեջ իր ուրույն տեղը գտավ Չարլի Քըրքը, 31-ամյա այս նվիրյալը։ Տիրոջից մի յուրահատուկ պարգև ուներ սա։ Այս անձնավորությունը եզակի բանախոս էր։ Երբ որ մեզ հարց են տալիս, մենք սկսում ենք մտածել այդ հարցի պատասխանի համար։ Կարծես այս մարդու մեջ Աստված դրել այդ հարցի պատասխանը անմիջապես, ամենայն խորագիտությամբ եւ իմաստությամբ։ Իր սուրբ գրքի վերաբերյալ ունեցած գիտելիքները, իմացությունը, ոչ միայն այդ նրա աշխարհայացքը ամեն բանից գաղափարուն էր։ Եվ միլիոնավոր երիտասարդների, ուսանողների Քրիստոսի անունը վկայեց, դավանեց։ Եվ որքան վկայություններ կան, որ իր քարոզությամբ մարդիկ, երիտասարդ ուսանողներ դարձի են եկել, Տեր Հիսուսին են ընդունել իրենց կյանքերի մեջ։ Իր կարճ կյանքում ընդամենը 31 տարեկան էր, երբ որ նա Հիսուսի համար զոհ դարձավ, այդ կյանքի մեջ Աստված նրա ձեռքով շատ ավելին արավ, քան ամբողջ մի սերունդ է արել։ Ես մինչև իմ կյանքից վերջ նրան չեմ մոռանալու։ Բոլորիս համար օրինակ եղավ այդ երիտասարդը։ Հիսուսի համար կանգնեց որպես քաջ վկայող։ Իսկ մենք ինչպիսին ենք։ Մենք հաճախ փորձում ենք մեր հավատքը ծածկված պահել։ Լավ չի լինի, եթե մարդիկ իմանան, որ մենք հավատացյալ ենք։ Ումից եք վախենում։ Աստված է մեր պաշտպանը։ Ումից եք ամաչում։ Նրանցից, ովքեր սատանայի ձեռքին խաղալիք են, նրանց խաբել է սատանան, իր գրպանն է դրել։ Ձեր գլուխները բարձր լինի։ Դուք Աստծո որդի եք։ Հիսուսի արյունով ձեր մեղքերը մաքրվել եւ սրբվել են։ Դուք հավիտենական կյանք ունեք։ Եվ Աստված մեզ կանչեց, որ մենք
լույս լինենք այս աշխարհի մեջ։ Քրիստոսի լույսը տարածենք։ Չարլի Քրքի մահով չավարտվեց, այլ ընդհակառակը Աստված մի նոր փոթորիկ է հանելու։ Աստված վերջին հունցքն է կատարելու, որպեսզի Տեր Հիսուս հայտնվի։ Հետևաբար քաջությունը Տիրոջից է։ Աստված մեզ վախի հոգի չի տվել։ Աստված մեզ զորության հոգի է տվել։ Գործածենք այդ հոգին։ Հայտնության 2-րդ գլուխ 10 համար։ Միչև իմ մահ հավատարիմ եղիր, միչև մեռնելու տաշճան եւ կենաց պսակը պիտի ընդունես։ Չարլի Քրքը վստահաբար այդ կենաց պսակը պիտի ստանա։ Հիսուսի հարությամբ է պայմանավորված մեր հարություն առնելը։ Տեր Հիսուս, երբ որ Ղազարոսը մահացել էր, գնաց նրան հարություն տալու 4-րդ օրվա, այսինքն 4 օր մեռած Ղազարոսին հարություն տվեց, նաև հետևյալը հռչակեց Հովանու 11-րդ գլուխ եւ 26 համար։ Ես եմ հարությունը եւ կյանքը, ով որ ինձ հավատա, թեև մեռնի, հավիտենական կյանք ունի։ Ահա մեր հույսը, եւ գիտենք այդ հույսը մեզ երբեք ամոթով չպիտի անի։ Տեր օրհնիր խոսքը, քաջալերվենք, գոտեպնդվենք եւ Տիրոջ համար քաջ վկաներ լինենք միջև իր գալուստը։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ լինի։ Ամեն։